Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանն է։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ պարոն Մկրտչյան հրավերն ընդունելու համար։ Պարոն Մկրտչյան, աղմկահարույց կրակոցների եւ սպանության մասին պիտի խոսենք, նախ Երևանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նոր մանրամասներ կարող եք հայտնել մեզ։ Շնորհակալ եմ հնարավորության համար հանրության հետ կիսվելու եւ ընդհանուր հանցավորության վիճակագրության վերաբերյալ եւ առհասարակ վերջին այս դեպքի մասով այս պայն նշեմ, որ տեղի ունեցած դեպքի առնչությամբ ահազանգ է ստացվել ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն, ոստիկանությունը անմիջապես արձագանքել է դեպքին, մենք շատ կարճ ժամանակում նույնացրել ենք դեպքին, միջադեպին մասնակից անձանց, գիտեք, որ ունեցել ենք վիրավորում ստացած մարմնական վնասված անձիկ, ունեցել ենք նաև մահվան դեպք, այսինքն տեղի ունեցածը առնվազն նաև սպանություն է։ Այս իմաստով կան ձերբակալված անձիկ, իրականացվում է նախաքննություն, նախաձեռնված է վարույթ։ Ես այս պահին շատ մանրամասներ չեմ պատմի, քանի որ նախաքննությունը գտնվում է ակտիվ փուլում, բայց վստահ եմ, որ այս հանցագործության դեպքը լիարժեքորեն կարճ ժամանակահատվածում Բայց դրդապատճառների մասին որևէ գնահատական, որն է նախնական վարկած, այս պահին չեք կարող ասել։ Ըստ էության առաջ են քաշված մի քանի վարկածներ եւ իրավապահ համակարգը եւ քննչական կոմիտեն եւ ոստիկանությունը դրանք բացառելով, հերքելով կամ հաստատելով գնում են առաջ, ես կխուսափեմ այս պահին կոնկրետ որևիցե դրդապատճառի մասով շեշտադրում անել, որպեսզի որևիցե կերպ չխոչընդոտեմ կամ չվնասեմ նախաքննության։ Լավ, նմանատիպ դեպքերին պետք է դիտարկենք մեկ դեպք, անհատական միջադեպ, թե պետք է դրանից եզրահանգում անենք, որ մեզ մոտ Երևանում եւ Հայաստանում առհասարակ հանցագործությունների թվի աճ է նկատվում։ Շնորհակալություն հարցի համար։ Տեսեք, իրականում նման դեպքերին, այո, որպես առանձին դեպք պետք է մենք ունենանք մոտեցում, բայց առհասարակ նման դեպքերը իրենցով կազմում են որոշակի վիճակագրություն եւ այդ տեսանկյունից եւս ճիշտ է վերլուծություններ անելը։ Եթե մենք խոսում ենք տվյալ դեպքի մասին կամ առանձին դեպքի մասին, այն դեպքերի մասին, որ կա հրազենի գործադրում, առհասարակ բռնության դրվագներ կան, սրանք իհարկե մտահոգիչ չեն եւ նախ եւ առաջ իրավապահ համակարգին են մտահոգում եւ այսպիսի դեպքերի բացահայտումը մեզ համար առաջնահերթություն է։ Երբ որ մենք առհասարակ դեպքերին ենք նայում, տարվա կտրվածքով կամ որոշակի ժամանակահատվածի կտրվածքով եւ փորձում ենք որոշակի գնահատականներ տալ, մենք պետք է նկատենք, որ խոսքը վերաբերվում է այն դեպքերի մասին, որոնք որ հաշվառված են, որովհետեւ որոշ դեպքեր ունեն լատենտային բնույթ եւ դրանց ընդհանուր գնահատականը շատ ավելի խորը հետազոտական գործողությունների միջոցով է կարողանում պարզվել։ Այս իմաստով նշեմ, որ 2025 թվականին կատարված եւ նախաձեռնված վարույթների վիճակագրական պատկերը հանգում է հետեւյալին, որ մենք 2025 թվականին, համեմատ 2024 թվականի, ունեցել ենք 3.2% հանցագործությունների նվազում։ Այս իմաստով նաև կուզենայի նշել, խոսքը վերաբերվում է բոլոր հանցագործություններին։ Այս իմաստով որպես դրական ցուցանիշ ես կառանձնացնեի այն, որ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների մասնաբաժինը ընդհանուր հանցագործություններում կազմում է 14.2%։ Ընդ որում, եթե մենք այս մասնաբաժինը համադրում ենք 2024 թվականի հետ, մենք ստեղ 0.6%-ով եւս նվազում ենք ունեցել։ Առավել վտանգավոր եւ այդպես ասած հիմնական հանցատեսակներից մի քանի վիճակագրական տվյալներ եւս կուզենայի առանձնացնել, մասնավորապես հանրության շրջանում շատ է խոսվում եւ շատ մտահոգիչ են սպանության դեպքերը։ 2025 թվականին մենք ունեցել ենք հաստատված 50 սպանության դեպք, ինչը որոշակի աճ ունի 2024 թվականի նկատմամբ։ Որքան աճ։ 5-ով, 45-ից 50։ Այդուհանդերձ նշեմ, որ մենք
որևիցե դեպք չբացահայտված չենք ունեցել Բայց պատճառը դեպքերից դրդապատճառները եղել են տարբեր դրանք եղել են կենցաղային դրանք որոշ դեպքերում ունեցել են նախապատմություն սակայն այդ նախապատմությունը կարծես թե ոչ բոլոր դեպքերում էր որ պետք է հանգեցներ օրինակ հենց սպանության դեպքի այ հենց սպանության այսպես ասած էսկալացիան տեղի ունենում երբ երկու կողմեր հանդիպում են այս իմաստով մենք առանձնացնում ենք հանդուրժողականությունը մեր քաղաքացիների մոտ որի մի փոքր պակաս է նկատվում եւ մի շարք ավելի այլ խորքային պատճառներ ենք վերհանում այս իմաստով ասեմ որ արդեն իսկ մշակված է հանցավորության կանխարգելման համապարփակ ռազմավարություն, որը արտաքին շրջանառության է գտնվում եւ մենք լիահույս ենք, որ այս տարվա առաջի կիսամյակում այն կընդունվի։ Այստեղ գիտեք մենք երկարաժամկետ լուծումների հետևից ենք գնում եւ թիրախավորում ենք այն գործոնները, որոնք առհասարակ պատճառ են հանդիսանում հանցագործության կամ նպաստավոր պայման են ստեղծում հանցագործության համար եւ մենք հանգում ենք այն եզրահանգման, որ դրանք բազմաշերտ են եւ տարբեր են, այսինքն մենք ունենք եւ հոգեկան առողջության խնդիրներ, որովհետեւ մենք հատկապես բռնությամբ զուգորդված հանցագործությունների, սպանությունների կամ օրինակ մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերում նկատում ենք, որ կատարողների մոտ լիարժեք նույնականացված չեն կամ պատշաճ գնահատված չեն վերջիններիս հոգեկան առողջության վիճակը։ Իհարկե շատ կարևոր ուղղություն է այս առումով կրթությունը հատկապես դպրոցական տարիքում անչափահասների շրջանում եւ առհասարակ վերջիններիս միջավայրը ճիշտ եւ կայուն ապահովելը, որպեսզի արդեն իսկ հակասոցիալական վարքագծով աչքի ընկնող անչափահասները որևիցե կերպ չհայտնվեն արդեն հակաիրավական գործողություններ կատարելու իրավիճակում եւ այսպես ասած կատարեն հանցագործություն եւ վերցնեն այդ ուղղությունը։ Քանի որ նաեւ անչափահասների մասին հիշատակում արեցիք, այս մասով հարց ունեմ, պարոն Մկրտչյան, դրա հետ կապված էլ տարբեր միջադեպեր ենք մենք լսում, որ անչափահասների մասնակցությամբ երբեմն նաեւ սպանության դեպքերի մասին ենք լսում։ Սա ինչով է պայմանավորված։ Այստեղ թեև դուք վիճակագրություն նշեցիք ընդհանուր առմամբ հանցագործությունների թվի չհաշված սպանությունների պարագայում, որ որոշակի աճ նկատվել է, բայց ընդհանուր առմամբ նվազման միտում կա, բայց ոնց եք բացատրում անչափահասների պարագայում, ինչու ենք մենք այդքան շատ լսում նմանատիպ դեպքերի, միջադեպերի մասին։ Այս առումով տեսեք իրականում տեղի ունեցած դեպքերը եւ ինչ որ մենք լսում ենք, դրանք շատ դեպքերում չեն համընկնում իրար հետ եւ մենք երբ որ վերլուծում ենք եւ ուսումնասիրում ենք եւ տեղեկատվական դաշտը եւ մեր ունեցած վիճակագրությունը, դրանք երբեմն չեն համընկնում իրար եւ մենք նկատում ենք որոշակի միտումներ, որ որոշ իրադարձություններ կամ դրանց քանակական ցուցանիշներ ուռճացված ինչ որ չափով միտումնավոր ներկայացվում են հանրությանը։ Այս իմաստով օրինակ կառանձնացնեի, որ մենք շատ հաճախ ենք լսում, որ Հայաստանի Հանրապետությունում ամեն օր տեղի է ունենում սպանություն եւ վտանգավորության բարձր աստիճան կա։ Ես արդեն նշեցի, որ մենք հաստատված 50 սպանության դեպք ենք ունեցել եւ ընդ որում այդ Իսկ սպանությունների, եթե ընդհանուր դեպքերը առանձին վերցրած մենք ուսումնասիրում ենք, դրանք շատերի համար վտանգավոր եղանակով կատարված սպանություններ չեն եւ ակնհայտ է, որ 50 սպանությունը չի կարա բնութագրի, այսպես ասած, տարվա մեջ ամեն օրվա պարբերականություն։ Բայց կտրվածքով, եթե նայենք տարվա կտրվածքով, դա շատ չի։ Ըստ էության, եթե մենք համադրվում ենք նախկին տարիների հետ, մենք կարող է 25 թվականին որոշակի աճ ունենանք կամ այս տարի որոշակի նվազում ունենանք, համենայն դեպս ես վստահաբար արձանագրում եմ, որ մենք վտանգավորության հասնող վիճակագրական պատկեր չունենք, մենք չունենք այնպիսի իրավիճակ, որը որ կարելի է բնութագրել որպես վտանգավոր։ Այս իմաստով եւս կուզենամ երկու վիճակագրական տվյալ մեջ բերել։ Տեսեք, սպանությունները ընդհանուր հանցագործության մեջ կազմում են ընդամենը 0.1%-ը։ Եվ այս ծավալը մեծ հաշվով վերջին տարիներին հատկապես շեղում չի ունենում, շատ չնչին տոկոսներով կարող է լինել։ Եվ այս իմաստով մենք նաև պետք է որոշակի համադրումներ, համեմատություններ անենք նաև ընդհանուր
համաշխարհային պատկերում, միջազգային իրավիճակում ինչ է տիրում եւ նշեմ, որ ՄԱԿ-ը համաշխարհային տվյալների հիման վրա կատարում է վերլուծություններ եւ աշխարհում 100,000 բնակչին միջինում, ընկնում է շուրջ 6 սպանության դեպք, այն պարագայում, երբ Հայաստանի Հանրապետությունում 100,000 բնակչին բաժին է հասնում 1.8, 1.9, 2 դեպք։ Այսինքն մենք ընդհանուր միջինից աշխարհում բավականին ցածր ենք եւ ասեմ այս իմաստով, որ մենք տարածաշրջանում հատկապես առաջին դիրքերում ենք եւ կարծում եմ այս վերլուծությունները նաեւ պետք է մեզ հուշի, որ մենք չունենք այս բային շատ խորը անհանգստանալու իրավիճակ, այդուհանդերձ իմ ասածը չի նշանակում, որ սպանության անգամ մեկ դեպք մեր համար մտահոգիչ չի։ Յուրաքանչյուր դեպքի հետ կապված, կամ դեպքերի հետ կապված պետք է հստակ վերլուծել դրանց պատճառները, գտնել դրանք եւ չեզոքացնել։ Վերադառնալով իմ հարցին, պարոն Մկրտչյան, անչափահասների պարագայում միջադեպերի մասին, ինչու ենք մենք այդքան լսում։ Տեսեք, նույն իրավիճակը ես կարող եմ նկարագրել հենց անչափահասների հետ կապված եւ անչափահասները նմանատիպ դեպքերում շատ ավելի փոքր մասնաբաժով են հայտնվում, բայց քանի որ խոսքը վերաբերվում է անչափահասներին, ինքնին արդեն թեման դառնում է շատ զգայուն եւ շատ կարեւոր եւ հանրության եւ պետական իրավապահ մարմինների համար բնականաբար ուշադրությունը այստեղ շատ մեծ պետք է լինի եւ անգամ 1 կամ 2 կամ 3 նման դեպք ունենալը պետք է դառնա շատ կարևոր խնդիր եւ դրա հետևից գնալ, բայց այս իմաստով ես եւս պետք է նշեմ, որ մենք վերջին տարիներին տենց մասսայական ավելացումներ այս իմաստով դեպքերի Իսկ վիճակագրություն ունեք թեկուզ համեմատելու համար 24-25 թվականները անչափահասների մասնակցությամբ քանի հանցագործության դեպք է տեղի ունեցել, գուցե սպանության դեպք է տեղի ունեցել, եթե կան նման թվեր հրապարակեք։ Ես ունեմ որոշակի վիճակագրություն անչափահասների հետ կապված, հիմա ես փորձեմ դրանք ներկայացնել։ Ընդհանուր առմամբ 2025 թվականին անչափահասների կողմից կատարված հանցագործություններ տեղի ունեցել 301 դեպք։ Նախորդի համեմատությամբ դա շատ է, ավելացել է թե պակաս է։ Մենք ունեցել ենք նախորդ տարի 285 դեպք։ Այսինքն ավելացել է։ Որոշակի ունենք տոկոսային ավելացում։ Իսկ պատճառների վերլուծություն։ Դրանք տարբեր հանցագործության դեպքեր են եղել։ Մենք ունեցել ենք 1 սպանության, մարմնական վնասվածքի, ֆիզիկական ներգործության, խուլիգանության եւ այլ դեպքեր։ Նաեւ հիմնականում այս դեպքերը մեծ մասը կարծես թե դրանք գույքի ապշտակության դեպքեր են լինում։ Լավ, պարոն Մկրտչյան, քրեական ենթամշակույթներ կուզեի անդրադառնայիք, ոստիկանությունը այստեղ համար պայքար է տանում քրեական ենթամշակույթի դեմ, բայց ձեր գնահատմամբ այս մշակույթը որքանով է այսօր ազդեցիկ շարունակում լինել Հայաստանում։ Շնորհակալություն հարցի համար։ Քրեական ենթամշակույթը դերևս ունի որոշակի ազդեցություն հասարակության մեջ, մենք չենք կարող այս բանին ասել, որ նման երևույթ գոյություն չունի, եւ այո, մենք գտնում ենք, որ քրեական ենթամշակույթը դա գործոն է, որը ինքնին ծնում է հանցագործություններ։ Իհարկե այս ուղղությամբ իրավապահ համակարգը իր գործիքակազմով պայքարում է այս երևույթի դեմ։ Մենք գիտենք, որ քրեական օրենսգիրքը մի շարք արարքների համար քրեական ենթամշակույթ ենթադրող սանկցիաներ ունի նախատեսած, հոդվածներ ունի առհասարակ նախատեսած եւ այդպիսի դեպքեր արձանագրվում են եւ վարույթներ են նախաձեռնվում։ Այդուհանդերձ ես կարծում եմ, որ հասարակությունը այստեղ եւս անելիք ունի եւ այսպես ասած թե կրթական տեսանկյունից, թե առողջ զբաղվածություն ունենալու տեսանկյունից մենք որոշակի երկխոսություն պետք է ունենանք հասարակության հետ եւ գանք մեր համար ցանկալի մակարդակի, երբ որ այսպիսի երևույթը կամ շատ փոքր տեղ կունենա կամ շատ քիչ ազդեցություն կունենա կամ առհասարակ ցանկալի դեպքում ընդհանրապես մեր հասարակությունում տեղ չի ունենա որպես երևույթ։ Հանցագործությունների եւ նաեւ սպանությունների մասով որքան է եղել, այսպես ասած, ազդեցությունը նման ենթամշակույթ կրող անձանց կողմից։ Արդյոք կա նման վիճակագրություն մեծամասամբ տեղի ունեցել հանցագործություններն ու սպանությունները կենցաղային հողի վրա, թե նաեւ
այս ենթամշակույթը կրող անձանց խմբավորումների պատճառով կամ մասնակցությամբ։ Տեսեք, գողությունների դեպքում, երբ որ մենք խոսում ենք, ինքնին արարքը տեղավորվում է, այսպես ասած, քրեական ենթամշակույթի մեջ, բայց ոչ կոնկրետ են արարքները, որոնք որ նախատեսում է քրեական օրենսգիրքը, հենց քրեական ենթամշակույթի, այսպես ասած, տեսանկյունից։ Սպանությունների մասով ես նշեմ, որ մենք նկատում ենք եւ վերլուծությունները ցույց են տալիս, որ դրանք մեծամասամբ ունենում են կենցաղային բնույթ։ Իհարկե դրանց մեջ նաև լինում են, այսպես ասած, կրիմինալ ենթամշակութային կամ խմբավորումների հետ կապված դեպքեր։ Այդուհանդերձ դրդապատճառները վերջնականորեն հասկանալու համար պետք է ամբողջությամբ նախաքննությամբ պարզվեն դրանք եւ տեսեք այս տեսանկյունից մենք շատ դեպքերում մի քանի դրդապատճառ ենք տեսնում օրինակ կարա լինի նախապես տեղի ունեցած վեճ կամ ինչ որ կիսելու առարկա սակայն դա չպետք է որ ենթադրեր հենց սպանության դեպք եւ ինչ որ մի պահի ավելի մեծ ագրեսիայի դրսևորում է լինում, գործադրվում է բռնություն եւ տեղի ունենում սպանություն։ Այս դրվագները ուսումնասիրման առարկա պետք է դառնան եւ այս ուղղությամբ որպես համակարգային լուծում նշեմ, որ ներքին գործերի նախարարությունում ձևավորվել է վիճակագրության եւ հետազոտությունների համար մասնագիտացված ստորաբաժանում, որը պետք է այս դրդապատճառների եւ առհասարակ հանցագործություն ծնող պատճառների խորքային վերլուծություններ կատարի եւ նույնականացնի խնդիրը եւ իրավապահ համակարգին հասցեական եւ թիրախավորված պայքարելու հնարավորություն տա։ Պարոն Մկրտչյան, կանխարգելումը ոստիկանության կարևորագույն առաքելություններից մեկն է։ Երբ մենք խոսում ենք հանցագործությունների կամ սպանությունների մասին, մեզ մոտ առաջին երևի թե մտայնությունն այն է, թե ինչու չի կանխվել, այսինքն ոչ թե պետք էր արձագանքել, այլ միգուցե հնարավորություն կար կանխելու դա։ Ներդրվել է գվարդիան, ունենք համայնքային ոստիկանություն։ Արդյոք դրանց ազդեցությունն այնքան չէ, որ նման միջադեպերի մասին ավելի քիչ լսենք կամ նման միջադեպեր ավելի քիչ տեղի ունենան։ Շնորհակալություն, այս առումով ես եւս կբերեմ վիճակագրական տվյալներ, տեսեք կանխարգելումից երբ որ մենք խոսում ենք, առավել խորքային քրեաբանական վերլուծության արդյունքներում կատարված կանխարգելումը դա այն էր, ինչ որ ես քիչ առաջ նկարագրում էի, բայց այդուհանդերձ այսպես ասած հանցագործություն ծնող պատճառների ծնող գործոնների վրա ազդելուց հետո եւս որոշակի դեպքեր այդուհանդերձ սա նաեւ համաշխարհային պրակտիկա է տեղի են ունենում եւ ինչպես անել որպեսզի այս դեպքերը կրճատվեն, հա իհարկե ներքին գործերի նախարարությունը ոչ միայն երկարաժամկետ ռազմավարական մոտեցումներ ունի այստեղ, այլ նաեւ միջնաժամկետ եւ կարճաժամկետ մարտավարական գործողություններ է իրականացնում իդեմս ոստիկանության, այս պարագայում ասեմ օրինակ, հա 2025 թվականին սպանության նախապատրաստման փուլում կանխվել է 12 դեպք։ Կանխարգելիչ միջոցառումներից ուզենայի նշել, որ ոստիկանության կողմից արգրավել եւ բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր ընդունվել է 2246 միավոր հրազեն, ինչը 667-ով ավել է, քան 2024 թվականին։ Առհասարակ 2025 թվականին 115 անձ ձերբակալվել է զենքի ապօրինի շրջանառության տեսանկյունից եւ այս գործերում, այս միջոցառումներում, այս հայտնաբերումներում մեծ դերակատարություն են ունեցել ոչ միայն քրեական եւ համայնքային ոստիկանությունները, այլ նաեւ բարեկային ծառայությունը եւ ոստիկանության գվարդիան։ Ինչի եմ ես այս թվերը մեջ բերում, որովհետեւ մասնագիտական ուսումնասիրությունները եւ վերլուծությունները փաստում են, որ եթե այս հայտնաբերումը, այս կանխարգելիչ միջոցառումների արդյունքները չլինեին, մենք հնարավոր է մի փոքր ավելին ունենայինք սպանությունների կամ այլ վտանգավոր դեպքեր։ Պարոն Մկրտչյան, իսկ հրազենի կիրառմամբ հանցագործությունների թիվն աճել է։
Հրազենի գործադրման հանցագործությունները ընդհանուր առմամբ մեզ մոտ կազմել են 140 դեպք, ինչը ընդհանուր հանցագործությունների կազմում 0.3%-ն է կազմել եւ ինքը որոշակի մի քանի դեպքով ունեցել է աճ։ Ավելացում։ Իսկ ինչ եք մտածում եւ կամ վերլուծել եք արդյոք հիմնական պատճառը ապօրինի զենքի շրջանառության, եթե դրանք ավելացել են, արդյոք որոշակիորեն նաեւ պայմանավորված են պատերազմից հետո տեղի ունեցած իրավիճակով, թե չէ։ Իհարկե Հայաստանի Հանրապետությունում ապօրինի զենքի շրջանառությունը պետք է պայմանավորել նախորդ ժամանակաշրջաններում պատերազմական վիճակների հետ, որտեղ նմանատիպ դեպքերում է, որ ապօրինի զենքի շրջանառություն է հայտնվում եւ դրանց ծավալներն են մեծանում, այս իմաստով եւ այո, հատկապես 2020 թվականից հետո իրավապահ մարմինը կենտրոնացել է ապօրինի զենքերի հայտնաբերման աշխատանքների վրա եւ ինտենսիվ գործողություններ է կատարել բավականին ակտիվ, ինչի արդյունքում ես արդեն նկարագրեցի, որ մենք ունեցել ենք մեծ թվականակով դուրսբերում ապօրինի շրջանառությունից։ Ամփոփում ենք զրույցը, պարոն Մկրտչյան, հաջորդ մտահոգիչ հարցը, որը պարբերաբար քննարկվում է, իմիջիայլոց նաև քաղաքական շրջանակներում է հարցը, բավականին ակտիվ շրջանառվում, թմրանյութերի խնդիրը։ Կարծիք կա, ես չեմ ասի այդ կարծիքը համընդհանուր է եւ թույլ չեմ տա ինձ գնահատական տալ, որ հասարակության մեջ նման կարծիք կա, բայց կան այնպիսի վերլուծություններ, գուցե հայտարարություններ, որ ուղղակի մայրաքաղաքում կամ Հայաստանում առհասարակ ապօրինի կամ թմրանյութերի շրջանառությունն այնքան է մեծացել, որ անասելի չափերի է հասել։ Ես կուզեի ձեր գնահատականը լսել, արդյոք Երևանում եւ Հայաստանում առհասարակ թմրանյութերը վխտում են ճակերտներում եւ արդյոք համամիտ եք գնահատականին, որ այս շրջանառությունը զգալիորեն մեծացել է մեր երկրում։ Ըստ էության թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը ինքը համարվում է առավել լատենտային բնույթ կրող հանցագործություն, այսինքն տվյալ դեպքերի հայտնաբերելիության հետ կան որոշակի դժվարություններ եւ իրավապահ համակարգի տեսանկյունից այսպիսի դեպքերի հայտնաբերումը ինքնին համարվում է դրական ցուցանիշ, քանի որ այդ դեպքերը կան, ուղղակի ինչ-ինչ պատճառներով դուրս են մնում հաշվառումներից եւ բնականաբար ունեն հայտնաբերման խնդիր։ Այս իմաստով նշեմ, որ որպես նոր մարտահրավեր, հատկապես վերջին տարիներին իրավապահ համակարգի առջև է համացանցը եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը մեծ ծավալներով եւ արագ տեմպերով տեղափոխվում է համացանց եւ այստեղ պետք է եւ տեխնոլոգիական եւ մարդկային կարողությունների իմաստով հասցնել զարգանալ, որովհետեւ նույն համացանցում այնքան ակնհայտ են այդ գովազդները տեղի ունենում։ Նույն, չգիտեմ, դպրոցներում, շենքի բակերում, այսինքն յուրաքանչյուր անձով ապրում է այս երկրում կամ տվյալ տարածքում, շատ հեշտությամբ կարող է տեսնել, որ օրինակ սա համացանցային գովազդ է, դա այնքան ակնհայտ է արվում, թե հնարավոր չէ դրանց հետևից գնալ։ Հենց դրա մասին է, որ համացանցային գովազդը կամ համացանցային հարթակները եւ խանութները, որոնցից բավականին մեծ քանակի ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել եւ արգելափակել, բայց այդ ալիքները, այդ համացանցային ռեսուրսը, այսպես ասած, ոչ միշտ է որ Հայաստանում է ձևավորվում եւ դրանք կառավարվում են արտերկրից եւ այստեղ շատ դժվար է հասնել այդ շրջանակներում դրանց բացահայտման եւ հայտնաբերման։ Այդուհանդերձ ես ասեմ, որ շրջանառության դեպքեր մենք 24%-ով ավել ենք հայտնաբերել 2025 թվականին 24-ի համեմատ։ Բայց ներողություն, դա ուղիղ նշանակում է, որ ավելացել է թմրանյութի շրջանառությունը, թե հայտնաբերման դեպքերն են ավելացել։ Դա ուղիղ չի նշանակում, որ ավելացել է, դա ըստ մեր գնահատականի դա նշանակում է, որ եղած դեպքերից մենք 24%-ով ավելին ենք հայտնաբերել, բայց ինչ եմ ուզում այս իմաստով ասել, որտեղ մենք կարող ենք անսահման խոսել, թե դեպքերն են շատ, թե մենք ենք շատ հայտնաբերել եւ այլն, սա հետազոտական նյութ է։ Դրա համար մենք որպես ռազմավարական ուղենիշ ընտրել ենք հետեւյալը, որ մենք պետք է կենտրոնանանք ներմուծման եւ արտադրության վրա, որովհետեւ եթե մենք կգտնենք աղբյուրը եւ կսահմանափակենք կամ արգելափակենք
դրանք, մենք արդեն դրանց մանրեցված, այսպես ասած, տարածում եւ իրացումը չենք ունենա եւ հենց այդ տրամաբանությամբ է ոստիկանությունը եւ մեր իրավապահ մյուս գործընկերները աշխատել 2025 թվականին եւ ասեմ ձեզ, որ մենք բավականին մեծ քանակի ծավալ ենք հանել ապօրինի շրջանառությունից, թմրամիջոցների շուրջ 768 կիլոգրամի մասին է խոսքը գնում, ինչը 80%-ով ավել է 2024 թվականի համեմատ։ Ինչ է արվում այդ հայտնաբերված թմրանյութը։ Այդ հայտնաբերված թմրանյութը արգրավում է փորձաքննություն անցնում, սա արդեն փորձաքննության անցած, այսինքն մաքուր քաշի մասին է գնում եւ համապատասխանաբար ոչնչացվում է։ Լավ, վերջին հարցը։ Շատ լավ։ Վերջին հարցը, իմիջիայլոց այդ հարցը պարբերաբար հանրության շրջանում հնչում է լավ։ Ոչնչացվում։ Ինչ է լինում այդ հայտնաբերված թմրանյութի հետ։ Մի քիչ կասկածներ կա։ Չէ, հաստատ ոչնչացվում։ Շատ լավ, պարոն փոխնախարար, վերջին հարցը։ Դուք իհարկե ասացիք, որ շատ խիստ անհանգստանալու կարիք չունենք մենք ներքին անվտանգության տեսանկյունից, հանրապետության, բայց ձեր գնահատմամբ, հատկապես Երևանում ներքին անվտանգության մակարդակը ինչպիսին է եւ արդյոք քաղաքացիները կարող են գոնե վստահություն ունենալ, որ նման զինված միջադեպերը շատ հաճախակի չեն դառնալու եւ ոստիկանությունը այնպիսի միջոցառումներ կարող է իրականացնել, որոնք այդ զինված հանցագործությունները կկանխեն նախօրոք։ Շնորհակալ եմ, ես մեր հանրությանը կասեմ, որ Հայաստանի Հանրապետությունում եւ Երևանում օպերատիվ իրավիճակը կայուն է եւ վերահսկելի է։ Այո, մենք ունենք դեպքեր, այո, մենք ունենք հրազենի գործադրման դեպքեր, բռնությամբ զուգորդված դեպքեր եւ այդ դեպքերի արձագանքում ենք, փորձում ենք դրանք կանխարգելել եւ բացահայտել։ Այդուհանդերձ ես ուզում եմ նշել, որ թե ներքին հետազոտական, այսինքն հանրային հարցումների տեսանկյունից եւ թե միջազգային կառույցների կողմից, երբ որ այսպիսի իրավիճակները վերլուծվում եւ գնահատականներ են տրվում, Հայաստանի Հանրապետությունը եւ Երևանը հատկապես համարվում են անվտանգ միջավայր ունեցող քաղաք եւ երկիր։ Ես չեմ թվարկի բոլոր այդ հետազոտությունների արդյունքները, միայն վերջինը կուզենայի առանձնացնել, որ Travel Index-ի համաձայն Հայաստանը ընդգրկվել է ճամփորդությունների համար ամենաապահով երկրների ցանկում, 193 երկրների շարքում 13-րդ տեղում է։ Ըստ էության սա որոշակի գնահատական է մեզ տալիս անվտանգության եւ ապահովության զգացում ունենալու համար։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Զրուցակիցս ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանն էր, կհանդիպենք։